Մայիսի 20-ին Կոթիի միջնակարգ դպրոցը կազմակերպել էր միջոցառում, որի շրջանակներում դպրոցի 7-ից 12-րդ դասարանների աշակերտական թիմերը, ինչպես նաև ուսուցիչների հատուկ հավաքական թիմը յուրօրինակ ձևով ներկայացրեցին տարբեր երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ավանդական խոհանոցը, պատմությունն ու մշակույթը։ Սիրելի աշակերտներ, աշխարհի համեր խորագիրը գրող այս գեղեցիկ խամով հոտով միջոցառման հարգելի ներկաներ, բոլորիդ ողջունում եմ, շնորհակալություն ներկայացրել ներկայության համար։ Արդեն երկրորդ տարին մեր դպրոցում հուսով եմ, որ ավանդույթ կդառնա նաև հետագա տարիներին, անցեկացվում նման խորագրեր գրող միջոցառումներ։ Աշխարհի համերի մրցույթում մեծ բաժին է հասել Մեքսիկա պետությունը։ Մենք կներկայացնենք մշակույթը և խոհանոցը։ Այս մրցույթին մասնակցելով մենք հնարավորություն ենք ունենում ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, խոհանոցին, երգին ու պարին։ Դպրոցի այս նախաձեռնության նպատակն էր սահմանամերձ համայնքի երեխաների շրջանում խթանել թիմային աշխատանքը, ստեղծարարությունը, միջմշակութային հաղորդակցությունն ու աշխարհաճանաչողությունը, աշխուժացնելով համայնքային կյանքը և ամրապնդելով դպրոց-համայնք կապը։ Այսօր հյուրընկալվել ենք Կոթիի դպրոցում, շատ գեղեցիկ միջոցառում է, ուրեմն աշակերտները ներկայացնում են տարբեր երկրների մշակույթը, խոհանոցը և ջանասիրությամբ ուրեմն այդ ամեն ինչին պատրաստվել են և շատ գեղեցիկ ներկայացումներ եղան, ուրեմն հաշվի են առել ամեն մի երկրի, ամեն մի մշակույթի սովորությունները, առանձնահատկությունները և գեղեցիկ ձևով ներկայացնում են։ Այնքան արտահայտչական է, որ նույնիսկ դժվարանում ենք, որ մրցանակային թիմի բոլորն էլ արժանի են մրցանակների։ Ես Մարիամն եմ, Կոթիում աշխատում եմ Դասավանդիր Հայաստանի միջոցով, տեղակայվել եմ Կոթիում և երբ որ եկա ներկայացնում էին իրենց կարևոր միջոցառումները և ասում էին, որ նախորդ տարի իրականացրել ենք աշխարհի համերով միջոցառումը և շատ ոգևորված էին, մեծ սպասումներ ունեին, որ այս տարի ևս կիրականացնեն և ինչպես տեսնում ենք արդեն այն միջոցառումն արդեն իրականություն է։ Կարծում եմ դուք էլ շրջելով տաղավարներում տեսաք, թե երեխաներն ինչպես են պատրաստվել, ես էլ ուսուցիչների թիմից էի, մեզ բաժին էր հասել Վրաստանը և ներկայացրինք Վրաստանի մշակույթը և խոհանոցը։ Կարևոր է միջոցառումը այնքանով, որ ապացուցվում է, որ երեխաները կապ չունի որտեղ են ապրում, նույնիսկ սահմանային գյուղում ապրելով, իրենք կարող են ցույց տալ աշխարհի համերը և տարբեր երկրների մշակույթը շատ գեղեցիկ ներկայացնել։ Միջոցառման ավարտին ժյուրիի որոշմամբ հաղթանակը կիսեցին Հայաստանի և Մեքսիկայի խոհանոցները ներկայացնող դասարանները։ Հաղթող թիմերի համար նախատեսված է մրցանակ էքսկուրսիա դեպի Երևան, իսկ մյուս բոլոր մասնակից թիմերի համար էքսկուրսիա դեպի Տավուշի կամ Լոռու մարզ ըստ նախընտրության։